Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ պատգամները մեզ փոխանցելու։ Այո, օր-օրի Տերը նորանոր օրհնություններ, նորանոր հայտնություններ է տալիս։ Եվ այո, ինչը որ տալիս է երկինքից, ես պարտավոր եմ փոխանցել ձեզ։ Ուրեմն այսօրվա պատգամը իրականից շատ հետաքրքիր թեմա է, խորհրդավոր է։ Այդ հենց ուղիղ գրած սուրբ գրքում չկա այդ պատգամի վերնագիրը։ Բայց համացանցումից մի եղբայր ինձ մի գրություն ուղարկեց, կուզեմ էդի ընթերցել ու էդի բացատրեմ եւ հենց պատգամը Տերը դրեց սրտից, որ այդ թեմայով խոսեմ, որտեւ Եփեսացիս 6-ի մասին որոշել էի խոսել դևերի այդ գործի մասին։ Ուրեմն ուղարկեց այս գրությունը ստու նման էր, ես մի քիչ մանրակրկիտ բացատրել եմ։ Դևերը նման են ճանճերի, իսկ մեր ներքին մեղքերը ու վերքերը աղբերի։ Լավ պատկերացրեք ես։ Եթե փորձենք վտարել ճանճերին, բայց չեռացնենք աղբերը։ Արդեն գիտեք աղբերը ինչն է։ Ճանճերը, խորհուրդը դևերը, երբեք էլ չեն հեռանա, նորից կվերադառնան։ Դու տեսել եք մեղուները, որ հավաքում են մի քաղցր բանի վրա, տան մեջ որ դրել ես ու գրալով եկել են։ Դու կարաս մեղուներին վտարես, չես կարա, կկծեն քեզ։ Մի բանով պիտի այդ քաղցր, այդ պարունակությունը վերցնես ու լուսամուտից դուրս վռնդես եւ մեղուները դրա հետևից գրալով կգնան, ամեն։ Նույնը մեղքերը, որ դուք կատարում եք ու չեք խոստովանվում, պահում եք ձեր մեջ գախնի, դևերին ձեր տունը հրավիրելու, դռներ եք բացում։ Ինչքան էլ փորձեք առանց այդ աղբը հանելու, դևերի դեմ առնեք, չեք կարա, որտեվ այդ մեղքը, այդ անխաղությունը, այդ լարվածությունը, այդ կրկոցանկությունը, ինչ որ է այդ վերքերն ու մեղքի աղբերը, դևերին վազելով հրավիրում ու կանչում են ձեր տուն, ամեն։ Հիմա եթե դու ձեր մեջ ունեք չխոստովանված մեղքեր, դու դևերին կանաչ լույս եք վառել։ Եթե ձեր մեջ կան խաղություններ, չսիրել, չներել, որ մեկի հետ լարվածես, ինչը Մատթեոս 5-ից կընթերցենք, չես խաղաղում, գիտես որ նա քեզ ատում է, բայց դու չես ետում, միջոց չես գտնում, որ իր հետ հաշտվես, դու դևերին կանաչ լույս ես տվել։ Դու դևերի դռները, նման դռները բացել ես, ամեն։ Դևերի դեմ բացել ես քո դռները։ Չես կարա վտարի։ Ու դու այդքանից հետո ասում ես հարցակման տակ եմ, անընդհատ չար մտքեր են գալիս, բավոս չգան։ Դու ոչ թե հարցակման տակ ես, դու դևերի օջախում նստած ես։ Դու դևերի բնակարան ես, ես դրա համար է Հռոմեացիների թղթում Տերը բացատրում, թող մեղքը չթագավորի։ Էսի կարանք ասենք, թող դևերը չթագավորեն ձեր մահկանացու մարմինների վրա, ամեն։ Եթե դու Տեր ես տվել, եթե ամենամեծ աղբը քո կեղտոտ եսն է, այդ պիտի մաքրես ու դուրս վռնդես։ Եթե այդ աղբը քո տունն է, խավարն է թագավորում, դու ո՞նց կարաս խավարին չենթարկվես։ Եթե դու խավարի գերի ես, խավարի մտքերն ես անընդհատ ընդունում եւ բազմացնում, դու ո՞նց կարաս դևերին աղթես։ Դու նրա դաշնակիցն ես։ Դևերին աղթելու մի ձև կա, խոստովանվելով այդ կեղտոտ եսը իր տարատեսակ ցանկություններով մեկդի անես, դևերը ընդմիշտ կհեռանան, կփորձեն գալ, բայց որ տեսնեն լույսերը դվարա, աղոթքի, գրքի, պաշտամունքի կյանքը լեցունա, չեն էլ փորձի մտնել, ամեն, նրանք կսպասեն այնքան մինչև լույսերը դմարի, վերջ դռները բացրավ, եթե լույսերը դմարացա, աղբերը հայտնվան ձեր մեջ, ամեն, եւ ուզեն թե չուզեն դևերը արձակվելու են ձեր մեջ, վրա, ձեր տների վրա, ձեր ընտանիքի անդամների վրա, բայց եթե դուք անկեղծ հավատացյալներ լինեիք, ձեր հավատքով դևերին կվտարեիք, անգամ եթե մեկը տկար լիներ, քո բարեխոսությունը, ինչպես Աբրահամի բարեխոսությունը Ղովտին, այլանդակ էր նրա ընտանիքի վարքագիծը, որ նայում ենք, բայց Աբրահամի բարեխոսությամբ մեկ-երկու անգամ փրկեց փորձանքից, ամեն, բայց երբեք նա փրկություն չունեցավ, երբեք նրա կինը կամ աղջիկը փրկություն չունեցան։ Ժամանակավոր փորձանքից ազատվեցան, բայց եթե նրանք չափ աշխարեցին, հավիտենական փրկություն չստացան, ամեն, բայց այսօր մեր պատգամը հավիտենական փրկության մասին է, ու վերնագիրի ինչն է, խորհրդավոր բան է, բայց դրա հետևում թաքնված են
թանկագին գանձեր, դևերը նման են ճանճերի, իսկ մեր մեղքերը աղբերի։ Եթե այդ աղբերը մեզանից չհեռացնենք, դևերը մեզի անընդհատ հույր կմնան, ամեն, կմնան, կննջեն, կթագավորեն և կկառավարեն։ Ոնց անենք, որ ազատվենք դևերից։ Այդ աղբը, որ մեր մեջ ա, մենք գիտենք, որ ատում ենք մեկին։ Դու չգիտես, որ ատում ես խոսքի ինձի, որ այն որ հանդիմանիր եմ խաղաղությունդ կորերա։ Դու գիտես։ Մեկ դու գիտես, մեկ էլ ես եմ զգում, որ քո ադնաշենին փոխվել է, հələ շատերը կաղաք չզգան։ Բայց քեզանից լավ մեկ էլ Աստված գիտի, դու ու Աստված։ Մեկ էլ ում աչքերը բաց է, նկատում է, որ ես քուրը անխաղաղ է այն օրա զրույցից հետո։ Ամեն։ Բա որ անխաղաղ չես, ինչա քո ադնաշենին փոխվե իմ հետ։ Բա որ անխաղաղ չես, ինչ եմ նայում երեսիդ աչքերդ փախցնում ես։ Որտեվ կարդում եմ, չեն դե ինչա գրուկ։ Աչքերը չես կարա փոխի, կարվա բանի նման ենա մարգրիդի նման ծիծաղես, իհի անես, բայց աչքերի չարությունը, աչքերի լարվածությունը մնում է, որտև ներսդ աղբ կա, իսկ աղբը դևերեն բեր է, սաղ գիշեր տվե առեր ես, պատկերած էդ մի կտոր մասի վրա իշքան որդընծրող ճոնջեր են լսվե, դևեր, տվե առեր ես, այեսի էտիը, որ քրքրում են էդ մասի կտոր, էդ աղբը, ու իշքան շատ են քրքրում ենքան քոտունը գարշահոտությունով ավելի ալեսվում։ Ատոր տեղարի, խոստովան ես աղբերս կներես, թեկուս ճիշտ ես ասե, ես են որա քո ասածից նեղացեր եմ, ներանձի, կամ են որ դու ես նստել է իրին վրեն ազդեց, ներանձի, բայց լավ գլնի տես չնստես, կամ լավ գլնի տես չխոսես, չես կար ավելի նուրբ հանդիմանես, ու էդ շատ քուրեր աղբերներ էլել են, ասել են ես նուրբ եմ հանդիման է, ինչի համար, որ իմ խիստ հանդիմանություն այդ մարդուն չխփի ու քցի և նա դևերով չլսվի ու դիվահարվի, ամեն, և այդ ճանճերը խորհուրդը դևերը չարցակվեն նրա վրա, որտև այդ մեղքը, այդ անխաղությունն ու ատելություն, այդ նեխած մսի նման մնաց նրա ներսիդին, նրա վրա տարատեսակ ճանճեր են գալու, խորհուրդը դևեր են գալու քո տաճար, ամեն, դու ուզես, թե չուզես, տեսեք քաղցր բանի վրա տարածաշրջանում իշքան մեղուներ քո գալիս են, ամեն, ոնց ազատվես այդ մեղուներից, մոտիկանաս կկծեն, մի բանով լապատկայով, աղբթափիկով այդ քաղցր բլիթը լուսամուտից դուրս վռնդի, մի հատ էլ ջերով լվա այդ տարածք էլ ծեծես, լարես մեղուն չի գատե, ամեն, որտև չկա աղբը, չկա քաղցր ավենիքը, հիմա քո ներսը, որ դևերի բնակարանա, սա փաստում է, որ մեղքի բնակարանա, ամեն, երբ այդ մեղքերը օրորի քայքայվելով, փտեսնելով ու փչացնելով հին մարդին դուրս ես վռնդում, դև էլ չի կարում գա, դռները փակվում է, դևերին ձգող, դևերի հետ ընկեր դարձող, բնավորության գիծ չունես ամեն, որտեղից գան անպիտանի նման ետ են դառնալու, ու նրան գնում են այն վայրը, որտեղ գործ ընկեր ունեն ամեն, որտեղ քո հին մարդը գործում է, ում մոտից, սուրբերի մոտից, հին գործընկերը, դևերի գործընկեր, հին մարդը վտարվում է, դևերն ընդել գործ չունեն, ամեն, հիմա անխաղությունը դիվային մսի կտորա թե չէ, բա ինչա, ատելը դիվայինա թե չէ, չներելը դիվայինա թե չէ, ատոր համար դու կզարկվես ցավերով, ատոր համար չար մտքերը քեզի երբեք դադար չեն տա, ամեն, շատոնք ասում աղբեր, վտարում եմ նորից գալիս է, ասում եմ քուր ջան, բա ինչու ինչ չի գալիս, ki վտարելու կարիք էլ չկա, որտև իմ հին մարդը մեռած սատկած է, այդ փորձանքի ժամանակ կաղա մի հատ հարցակվի, որ ատեմ այդ մարդուն, ասում եմ ետիս գնա սատանա հիվանդա դրան ինչ ատեմ, զատի դու ես իրեն էտեն սարք է, դու ես իրեն էտես որդընցր է, դու ես էտես գժվացր է, որ իմ քննությունը վերցնես, ամեն, ես իշ պիտի անեմ, զոհաբերեմ ամեն բան, կուրքերը զոհաբերող գործերից, այդ դիվային, կուրքերը զոհաբերող այդ գործերով, այդ դիվային օջախներից ազատվում եք, կուրքի վրա է գալիս դևը, ճիշտ է թե չէ, ամենասիրած բանի մարա, մեղուներն են, չէ քաղցր մեր սիրած բանի վրա են գալիս, նույնը դևերը քո հին մարդու սիրած բաների վրա են հավաքվում,
Այդ քո սիրածին մարդին են օգտագործում։ Եթե դա չկա, հեսա կընթերցենք արդեն։ Դևեր չեն կարակ, ինչի համար գան, ոնց գան այդպես գնալու են, հեն այդ ժամանակը կծախսեն լուսիկին օգտագործելու, այնա մեկ էլ տկար օգուն օգտագործելու, ում վրա հույս ունեն, լուսիկը չներվի, չեմ ասում, էդի օրինակ հիմար ասեցի, հա ում վրա հույս ունեն, սատանան մանա գալիս, իրա նման անուղեղ հավատացյալի, իրա նման չարը խորողի, դե ինքը չարա, գոնե իրպես 10% մտածողի, անգամ 2%, որ մտածումա կբռնի քեզ։ Սատանան փախնում է 100% Քրիստոսանման դարձողներից, ամեն։ Քրիստոսի պես ներողներից, Քրիստոսի պես սիրողներից։ Դիք ասա ատա, ինչի մար ատեմ, անիցյալ, ատելը մեղքա, ոնց ատեմ, ամեն։ Ատեմ, որ դևերով լսվի ներսես։ Պատկերացեք, որ սատանան եկեր ասում է դուրդ բաց, լավ լուսամուտը դբաց, կամ հերթիսը դբաց, մի կտոր լավ միս եմ տալում քեզ, բայց նեղած է։ Եվ դու էլ համաձայնում ես, վայ սատանա եփ հարազատ դարձնի, այս բան սատանան կամ սատանայի դեսպանը։ Լուսամուտը դբացում ես, մսի կտորը գցում է, տունը դու գնաց դևերի ամբողը եկավ քո տուն։ Եկան որ ինչու, որտեղ դու դուրը բացիր։ Դու համաձայնվար։ Իսկ նա հավետ զզվում է ինձանից, ասում է մեկա դուր բացող չէ, դու վրին ինչ ջանք թափեմ։ Քանի 100,000 դևերով էլ գնամ չի ատում։ Իշքան կիսա մեր կապչիկներ կաբրստեմ չի նայում, չի ցանկանում, ամեն։ Իզուրա տանեմ նրան, որից հույս ունեմ։ Իսկ մեկ քիչ երիտասարդը, մեկ քիչ խակլոն, չէ՞։ Փակ գտնած, արդեն հələ ռեբլիկներ էլ բաց կթողա այդ կնանիքի հետևից ճիշտ է։ Որտեղ նա իր խելքին էր։ Սատանայական բաներ հին մարդը ուներ իր մեջ, ամեն, հələ քայքայված փտած փչաճաշ չէր, դրա համար ճանջերը խորթը դևերը, հարցակվան այդ նեխած մսի վրեն ու հոշոտում և ապականում են այդ տաճարը, բարձա, սա է հետաքրքիրը, իրականից ես եսի կարդացի ու որոշեցի օգուց արա, որ այս թեման տամ ձեզի, բայց մենք այս թեմայից պիտի գնանք սուրբ գիրք, եթե նա հոգևոր բան է, ընդե գրքում գրած պիտի լինի, ուրեմն դևերը նման են ճանճերի, իսկ մեր ներքին մեղքերը ու վերքերը աղբերի, եթե փորձենք վտարել ճանճերին, բայց չերացնենք աղբերին, ճանճերը խորհուրդը դևերը, կթագավորեն ձեր մեջ, կրկին ետ կվերադառնան, մի կողմից կվտարես, հաջորդ կողմից են գալու, ամեն, ու դու բնականաբար գիտես, որ այդ ճանճերի ամբողին քշել չես կարա, փարավոնը կարծավ շնաճանճերին քշեր, չկա, ինչի մար էր գալիս, որտև ընդե մեղ կար, ինչու գեսեմի երկիր չեր էթում, չէ, լավ օրինակա, ընդե սրբությունն էր թագավորում, ընդե լույսն էր, դրա մար ճանճերը չներխուժեցին գեսեմի երկիր, բայց մտան փարավոնի տներն ու ննջասենյակները և ամենուրեք, ամեն, որտև նրա տունը մեղքի բնակարան էր, ինչու սատակիչ այդ ճանճի խորհուրդ ունեցող սատակիչը չմտավ Եվանի տունը իզրայելացիների, որտեղից իմացավ, լույսն ու այրունը տեսավ, ամեն, նախ այրունը ետքը այն լույսը, որ բնակվում է արդարների վրա և արդարների տներում, դրա համար նրանք չեն կարողանում ընդե մտնեն, ամենաշատը լույսն է երևում, ամեն, քո ճակատի կնիքն է երևում, հետ այրուն այդ կնիքի խորհուրդն ուներ, այրունը տեսնում էր, այդ տունը չէր մտնում, հիմա ասո ժողովուրդ իրականից, որ քննում ենք շատ օրինակներ կան, որ կարանք բերենք և հարմարացնենք, բայց դե էական էս ճանճերի ու դևերի գործը չէ, էականը քո միջի աղբերի հարցն է, աղբերի հարցը լուծի դևերը ընդմիշտ կեռանան քեզնից, քանի քո մեջ չհայտնվի մտքի աղբ, գործնական աղբ, հանցավոր արարք, միտք, չարցանկություն, չէ, Սաղմոս 19 ասում, Տեր իմ սրտի ծածուկ մեղքերից էլ զիս մաքրա, կարող է դու իրականից ունես, բայց այդ դևերը որ գալիս են, վերջ, Պողոսի նման ասում ես, ինչ եմ արել Տեր, եթե իմ մեջը չլիներ ես աղբը, դևերը չէին գա, ամեն, ինչ մեղք ունեմ, ինչու է ես դևը հարվածում ինձի, սա էր Պողոսի հիմքը, եթե իմ մեջ մեղք չկա, ինչու է խփում ես ինձ, ինչու է բռնցքարում, Հալավ գնամ էքիմը թոփինի վատս գլուխս, բայց լավ ինչի մար պտի դևերի դեմը դուր լինի բաց,
Ինչն է դևերին ձգում իմ տունը, ամեն։ Հիշում եք այն սուրբի պատմությունը, որ աղոտ կարավ դիվարի վրա, դև ասավ եթե նրա միջից դուրս գամ քո մեջ եմ մտնելու։ Ասավ արի եթե կդիմանաս։ Իրական դեր պիտի վարսրփոցից եմ այդ եմ կարդացել։ Ասում է այս դևերը իրականից հարձակվան այս սուրբի վրա, նա գիշեր ցերեկ ճգնաղական կյանքով էր ապրում, աղոր, գիրք, պոշտամուն, փառաբանություն, մի կոր ժամանակից հետո ասում է դևը ոռնալով ասավ վայ զզվելի տական քո տունը մնալու տեղ չէ, մենք փախանք։ Հասկանում ես դու ինես միջավայր պետք է ստեղծես, որ անգամ սատանան բռնի ուժով դևերին ուղարկա քո տուն չկարան մնան։ Զզվեն քո ապրած կյանքից, զզվեն։ Եթե մի բան աշխարհից տեսնում են մեր տներում, նրանք հրճվելով գալում են, կողնում են, սրում են, որ մենք ավելի մեր ժամանակները վատնենք, ավելի նվիրվենք աշխարհին, որ ոչ թե գրքին ու աղոթքին, ամեն։ Եթե արդեն դևերին դուր ենք բացել։ Եթե մի հատ իրենց հաճելի բան ենք անում, սիրում ենք աշխարհը, աշխարհիկի նման ենք մտածում, խոսում, գործում, դևերի դեմը դուր ենք բացում, մեր ներսը նեխած միս կա, ինչն է չխոստովանված մեղք, աշխարհի նմանություն, որևիցե մի բան, որ փաստում է մենք նման ենք աշխարհին կամ նմանվում ենք աշխարհին, այո դա նեխած միսն է, ճանճերը կհավաքվեն դրա վրա ու դու նրանց դեմը չես կարող առնի, ամեն, դու անզոր ես, մենակ զորեղ ես, երբ այդ նեխած մսի կտորը լուսամուտից դուրս վրընդես խոստովանությամբ, ու կտեսնես ու քո ներսն էլ նորոգես Աստծո խոսքով, հոգով առաջնորդվես, հոգով մարմնով խաղաղ ու սուրբ լինես, մարմինդ ու հոգիդ առողջ կլինի եւ դևերից հեռու ու ազատագրված, ամեն։ Հիմա դևերը նման են ճանճերի, իսկ մեր մեղքերը աղբերի։ Գրեք քարոզի բնաբանը խորթով եղած բնաբանը հաստատող համարները Մատթեոս 5:21-26 Եփեսացի 6-ի 10-ից 16 եւ առաջի Տիմոթեոս 4-1-4 սրանք բոլորը խոսում են դևերից եւ դիվային գործերից հիշում եք ինչ ասավ Հիսուսը Պետրոսին սա Պետրոս սատանան ուզեց ցորենի պես ձեզի խալբլել ամեն մաղել բայց սատանան ուզեց հիշում եք որ նա հպարտացավ ասում է դու Երուսաղեմ պիտի չգնաս խաչվելու սա յետիս գնաս սատանա դու ինձի գայթակղություն ես ուրեմն շատ եկեղեցիներ վախենում են սատանի անունը բերաններին առնել մենք սատանայի անունը չենք առնում դավանելու համար մենք սատանայի անունը տալիս ենք իր գործերը քանդելու համար ամեն բացատրենք որ քո մեջ ինչ կա դա սատանայական է դա Աստծուց չի դա դևերն են բերել Դրա համար այդ միտքը, այդ ցանկությունը քո մեջ առաջանալուց հետո ցավերը շատացավ քո վրեն։ Այդ քայլը անելուց հետո ցավերը, հիվանդությունները շատացան քո վրեն։ Ինչի համար, որտեվ դու դևերի մտքին, դևերի խոսքին տեղ տվեցիր, դևերի ուզածը խոսեցիր, դևերի ուզած աշխարհին նմանվար, ամեն, դևերի ուզած աշխարհիկի պես ես հագնում, խոսում ու գործում։ Էս էլ է աղբ։ Դա տեսանելիները Իսկ չներելը, չսիրելը, բամբասելը, չէ, ստոնք ծածուկը, կա ներսդ բամբասես ինձի ոչ ոք չի բանա։ Անմիաբան ես, չէ, որ բամբասում ես ինձի։ Կախարդ կռապաշտ ես, ճիշտ է, սպասավոր ինչը լսող է։ Դե տեսեք այդ մեր բամբասելը ինչքան բաներ լույսի անես քո մեջ։ Քանի դու դա չվերացնես, դևերը քեզնից չեն հեռանա։ Հիմա տեսեք Մատթեոս 5-րդ գլուխ։ Ստեղ խոսում է դիվային գործերից, այդ կեղտոտ մսի կտորներից, որոնք իրենց վրա բերում են ճանճեր, դևեր, ու գնում է թե ինձ ձև պիտի մոգնես քո տաճարը, համ այդ կեղտոտ մսերից, համ դևերից, ամեն։ Էլի եմ ասում միտքս փոխաբերաբար հասկացեք, միսը մեր չխոստովանված մեղքերն են։ Միսը գրքին հակառակ քայլն է, որ ոռնացա ճանճերը հավաքում, ամեն, դիվային ցանկություններն են դևերը բերում քո տունը։ Լսել եք, որ ասվեցավ առաջիններում սպանություն միներ։ Ով որ սպանություն ունի, դատաստանի պարտավոր պիտի լա, բայց տեսեք, Տերը ավելի է խստացնում, բայց ես ձեզի կսեմ, ով որ իր եղբորը պարապտեղը սրդողի, ով որ իր եղբորը վրա զուրտեղը բարկանա, նա դիվային կապի մեջ է, ամեն, դատաստանի պարտավոր պիտի լա, ով որ իր եղբորը հիմարս է,
Հիմար խելապոկաս էլի, կամ անմիտ կասեն դու անմիտ ես, օքու միտքը չունես, բայց որ քեզի անմիտ որդվում, այ անմիտ անասուն, հո դու հավ չես, չէ, էսի արդեն մենք անարգելու համար ենք ասում։ Ով որ իր եղբորը հիմարս է, ատյանի պարտավոր պիտի լա, եւ ով որ իր եղբորը անմիտս է, որ անասունի տեղա դնում, գեհենի կրակներին պարտավոր պիտի լա, եւ եթե հասան բուն քարոզի թեմային, եթե քու ընծած սեղանի վրա բերես, ու հոն միտքդ գա, թե քո եղբայրդ քեզի դեմ բան ունի, անխաղաղ, եթե նա անխաղաղ, դու էլ ես անխաղաղ ուրեմն, եթե նա լարված է որոշ չափով էլ դու ես լարված, ուրեմն դևերը համընդեն են մտնում դուրս գալում, փոքր չափով էլ քո տունն են մտնում դուրս գալում, չէ, գիրք ուզում ես կորթաս, մտքերը գալում են, վերջ, թողում ես գիրքն կնում ես մտքերի հետևից։ Ուրեմն որոշ չափով էլ դևերը արտոնություն ունեն քո տունը մտնելու, ինչու, որտև գիրքն ասում է գնա աշտվի եղբորդ հետ, չար մտքերի եւ չար դևերի դեմը դուռդ փակի, այդ կեղտոտ նեխած մսի կտորան խաղությունն էլ շպրտիր սատանային, ամեն, չէ, ինչի ես իթամ, դու ինքը գա, աղջի շկապ ունի ինքը թե դու, կարևորը դրանով դևերի դուրն ես փակում, հիմա իրանը կալանավորել են, էլ չի կարում գա, դու էլ գնա աշտվի, դու թեկուս 99% արդար ես, բայց մի տոկոսով որ խելքդ դրել ես այդ տկարի հետ, մեղավոր ես, դու գնա աշտվի, մեկը ինքը եսասերա չի կոտրվում, ինքը դիվահար ալրիվ, իրանը դևերի մտնոլորտը դուր են գալիս, իրան այդ նեխած միսլու ճանճերը դուր են գալիս, որդնաս ճանճերը դուր են գալիս, քեզ դուր գալիս է, չէ, դե գնա դու մաքրվի, դու կարողա գնաս մաքրվես, քո քայլն անես, նա էլի չմաքրվի, բայց կարողա քո մաքրվելը նաև օրինակ ծառայի նրան, ասա դու էլ ինձի կներես արիմատաղոտ կանենք և ես չար մտքերը բերող դևերին մեր տներից վտարենք, ինչ է լավ, որ դու տկարի տկարությունը վեր առար և այդ ոսոխից ազատվեցար, ամենամեծ նեխած մսի կտորը մեր մեջ, մեր հին մարդն ամեն, որը առատ որդեր արտադրում, առատ ճանճերա, դևերա բերում մեր տուն, ինչ անենք դրանից ազատվենք, թաղենք այդ նզովվածին, վերջ, ատենք դրան ու դուրս վռնդենք, և դևերի ճանապարհը կփակվի մեր տներ, ամեն, հոնձը քենցած մեկա քո աղոթքը չի լսում, ինչքան կուզես աղոթ կարա, քո աղոթքը լսելի չէ տիրոջը, քու պատերազմը մարդու հետ չի, դաթրի մարդու հետ կռվելուց, քու պատերազմը քու զավակին, քո հարսին, քո տղին, քո բարեկամին, քու եղբորը գերող դևերի հետ է, ստե դևերն են արիտ, նրան գերել են կործանում են, քել կործանում են դատելով բամբասելով, ամեն, դրա տեղը պետք է լռենք և միայն աղոթ կանենք, որ Տերը ճանապարհ արդի այդ կեղտոտ մսերը վռնդենք դուրս, թե մեր տաճարներից, թե մեր հարազատների տաճարներից, վիր միջոցով կարանք այդ հրեշին հանենք իր միջից, այդ բնավորության գծերը փոխենք և դևերը կհեռանան, ամեն, հոնձը քենցած, տեսեք ճանապարհելա ցույց տալում, ոնց մաքրվենք այդ աղբերից, հոնձը ընծած սեղանի առջև, գնա առաջ եղբորդ հետ հաշտվե ու ետք է եկուր քու ընծած որ մատուցանես, ոնց հաշտվես, դասես ներա ես եմ սխալ, ամեն, բայց դու լրիվ ճիշտ ես էլ է, բայց որ լարվածություն անկե ձեր մեջ, ու դու տկարի հետ իրոք հավասարվել ես, տկարի տկարությունը չես կարողացել վերառնես, դրանով դու իրականից հանցավոր ես, ամեն, սուտ չես ասում, որ ես կներես, որ ես քո նման մանուկի հետ, դες չասես, բայց որ քո հետ վեճ ունեցա, քո նման մանուկի հետ քալլատվեցի, լեզու երկարացրի, փոխանակ լռեի և աղոթեի, մեղավոր ես թե չէ, մեղավոր ես, հա երես կորնի ասում են, թո երես առնի, ոչ թե երես կորնի, ավելի կդիվահարվի, ավելի որդերն ու ճանջերը կշատանան, մի օր կգարշի դրանից այդ մարդը, քո աղոթների շնորհիվ, կասալնեմ եթամ տեսնեմ, ոնց մաքրվավեն իմ ընկեր, ամեն իմ եղբայրը, որտև ես արդեն զզվել եմ ես ճանճերից ու դևերից, ամեն, քու ոսոխը արդեն եսի քո հին մարդն այդ նեխած մսի կտորը, որ մեր մեջ դևեր ա բերում, քո ոսոխիցդ, ստե գրված է շուտով միաբանվի, բայց
տպագրական թերություն է, շուտով բաժանվեք, Ղուկաս 12:58-ն ասում։ Քանի որ նրա հետ ճամփու մեջ ես, ամեն, ուրեքմես գալիս են թե դրանք։ Չլա թե քու ոսողդ քեզ դատավորին մատնե, եւ դատավորը դայիճին, դայիճը ովքեր են, այդ բղծված դևերը, սատանայի ճտերը։ Ուրեմն եթե քո մեջ կա չխոստովանված եւ չազատագրված բան, եսասեր ցանկություն, ու դու ճամփին մեջ չես ապաշխարում, Տերը կերանա քեզանից եւ դու կմատնվես դևերի ձեռը։ Ուստի բացատրում է, քանի այդ բնավորությանը գիծը, քանի այդ եսը լիովին վերջին նակարակիտով չվռնդես դուրս, դևեր քո տնից չեն գնա, ամեն, ճանճերը քո տնից որդերը չեն հեռանա, եւ քանի գնա ավելի ճանճերով եւ որդերով ու ապականված գարշահոտությունով կլսվի քո տունը, ճիշտ է, հիշում եք այն դռան հետևի մեմեխի տեղը, որ ես միշտ քարոզների մեջ ասում եմ, հին տերն ասավ $5,000 էժան եմ ծախում, բայց այս դռան հետևի մի կետը իմն է, ասով կապավ գործս, ինչ վատ է, մի կետ է, մի բան, մի կտոր միս, սկզբից եկավ գլխարկը կախեց, հետո եկավ վեցես գնաց, հետո Իրանը չէր, տան տիրոջը չէր, հին տիրոջներ պատկան, հետո եկավ շուկայից միրգ բերեց, կախեց դե մի ժամ հետո եկավ վեցես գնաց, հետո բերեց ամառա, սև թոք, կախեց այդ մեխից ու գնաց, մի օր, երկու օր, մի շաբաթ, իրավունք չունի նոր տանտերը տուն ձեռք, այդ իրեն չի պատկանում, փողով տրամադրելա հին տիրոջը, այս թոքը շոքից նեխեց, որդնեց, հավանականա ճանջեր հրավիրեց նոր տանտիրոջ տուն եւ տունը որդերով, գարշահոտությունով ու աղբով լեցվեցավ, ամեն, հիմար չեր ես նոր տանտերը, բա ինչ էր, ուրեմն ավելի լավ է զոհաբերես փողը, քան թե զոհաբերես ընտանիքդ եւ ամբողջ տունդ, ամեն, ոչ մի նակարակիտ չթողես հին մարդից քո տունը, որտեղ նրանք ճանապարհը արդեն մեծ պոլկեր քո տունը բերելուն, ամեն, հիմա տեսեք ինչ ասում, չլա թե քու ոսոխդ քեզ դատավորին մատնե, ասուդեմը անցավոր լինես դատավորը Աստվածա, եւ դատավորը դայիճին ու բան ձգվիս, դատավորել գարշի հեռանա եւ դևերը բռնեն ու քեզ բանտարկեն եւ տանջեն, ցավացնեն եւ ամեն այլանդակ ցանկություններով լեցնեն, ճշմարիտ կսեմ քեզի, պիտի չելնես անկե, պիտի չմաքրվի քո տունը, մինչև որ վերջին նակարակիտը չվճարես, այդ վերջին մսի կտորը քո եսասեր չար ցանկությունից չհրաժարվես, քո բնավորության բոլոր գարշելի ախտերից չազատագրվես, դևերը քո տնից չեն հեռանա, դու չես կարա տիրոջ բնակարան դառնաս, դրա համար պարտադիր է, որ Սուրբ Օքին գալիս է քո մեջ, պիտի սրբի, փոխի, հարթահատակ ճանապարհներ դարձնի, մաքրի ու պատրաստի, որ Սուրբ ու Հայրն ու Որդին գան, Սուրբ անարատ տաճարում բնակվեն, նա դևերով լսված, աղբերով լսված, որդընծրող ճանջերով եւ որդերով լսված տաճարում երբեք չի էլ նայի դրա վրա, բայց քո ներսի իշքան աղբեր կան, օրական իշքան դևեր, որդընծրող ճանճեր են բերում եւ ավելի ապականում քո տունը, ու դու այդ մսի կտորը սիրում ես, չես ուզում թողես, աշխարհասիրություն, չներել, չսիրել, դատել, բամբասել, լրիվ դևին նեխած մսեր են, եւ նրանք դրա միջոցով այցեքարտ են ստանում տունդ գալու, եւ Տերը չի կարում պահի, ասում է, թո իմ մսի կտորը վռնդա դուրս, ես զորքերս ավքեմ գնամ ստից, ամեն, հլանա իմ մատերիալը, իմ իրերը իրա մոտ են, ինքը ինձ հետ առևտուր է անում, Հիսուս ջան, ասենք ես մեկի մոտ եթում եմ, չես კი նրա դռներին չեմ մոտիկանում, որտեղ ինձի բանի տեղ չի դնում, ոչ էլ զանգում կանչում է, իսկ ես մեկը, որ դու ասում ես իմ տկար զավակն է, գիշեր ցերեկ այնքան իմ հետ է կոբնվում, քո հետ չի կոբնվում, ամեն, այնքան է իմ աշխարհի հետ շփվում, բայց քո հետ չի շփվում, հիշում եք Քրիստանյոսի ճանապարհորդությունը դեպի խաչ, որ մտան այն քաղաքը, ասում է սրանք մեր ոչ մի բանը չեն առնում,
ոչ մի բանի հետ չեն շփվում, հապա պիղծ են համարում, ատոր համար սրանց խաչելա պետք, սպանելա պետք։ Դևը գիտի, որ ավատացյալն իր հետ լավ առևտուր անում, որ մի ավատացյալն կիսատ պրատ, որ մի ավատացյալն բացարձակ կապերը խզե աշխարհի, կրքերի, մեղքերի այդ ворտնած մսերի հետ։ Եթե մի կտոր ворտնած մի ստարար տունդ, անգամ մտքով դևերը հետևից վազելով գալու են։ Մտքեր, չարցանկություններից առաջանում է գործ, օտում ես, էլ չես ուզում դու տունն եթաս։ Բայց քո եղբայրն է, ինչ էլ է հանդիմանել է։ Եսի կտիրարա եկե, որդներ ես, ապականվեր ես, մաքրա, խոստովանությամբ ազատագրվի, նախքին մեղքեր ես ունեցե, հիշում ես, զանգա, կիսվի, որդնած այդ տունդ մաքրենք, Քրիստոսի յուղի անուշահոտությունով թողեսվի։ Ինչու յուղի անուշահոտությունով լեսվեցավ, նոր Քրիստոսը խաչվեցավ։ Քանի քո ներս է աղբերից չմաքրվի, այդ որդն ծրող ճանճերից ու դևերից չմաքրվի, դու երբեք էլ Քրիստոս չես կարա հագնի, ամեն։ Դու պետք է կատարյալ անուշահոտությունով լեսվես, որ Քրիստոսը ինքը գա, հայրն ու որդին եւ քո մեջ բնակվեն, ամեն։ Եթե դու բոլոր օրենքը պահես, սա նշանակում է քո տունը ամեն աղբերից մաքրես։ Օրենքին հակառակ քայլը աղբերն են, դևերին են բերում քո տունը։ Օրենքին համաձայն քայլերը սրբությունն է, Տիրոջ հոգին է, թագավորումը է, ամեն։ Եթե դու բոլոր օրենքները պահես, հայրն ու որդին կգան ու քո մեջ կբնակվեն եւ քո տունը անուշահոտությունով կլսվի եւ նրանք քո բերանով կխոսեն, քո ձեռքերով կգործեն, կսիրեն ու սիրո թագավոր կոծեն, ամեն։ Այս սա է էականը, տեսեք Եփեսացիների 6-ում ինչ է ասում 10-16-ում, որ մեր պատերազմը մարդու հետ չի, ապա ում հետ է։ Ընթերցեմ Եփեսացիս 6:10-16 Ալասկետո եղբայրները զորացեք Տերոշմով ու անոր զորության կարողությունով։ Ձեր վրա հագեք Աստծոյ սպառազինություն է, աղբերը պետք է մաքրեք, դևերը պետք է հեռանան, որ սպառազինվեք, որպեսզի կարող ըլլաք սատանային արհներուն դեմ դնել։ Վասնզի մեր պատերազմը ուշադիր, այրունի ու մարմնի հետ չէ, շատ անգամ մենք մարդուն ենք դատում ու քննադատում։ Հապա իշխանություններու, պետություններու հետ եւ այս խավար աշխարհի իշխաններուն հետ, երկնավորներուն մեջ եղող չար ոգիներու հետ։ Այ մենք որ տեսնում ենք մի եղբայր կամ քույր տկարա, պետք է շատ աղոթենք։ Շատ աղոթելու տեղը շատ բամբասում ենք։ Լավ խոսա, անարներ փնտրա, բայց աղոթքը շատացրա։ Որ քո կողակից ետ գա, քո զավակը ետ գա, քո պեսան ետ գա, քո արսը ետ գա։ Աղոթքը շատացրա, հա, խստություններ կդնես, ինչ կանես, ինչ օրենքներ կմշակես, բայց եթե չաղոթես, այդ դևերը, կեղտոտ ճանճերը չեռանան, իրա միջից ինչը որ սիրում էր այդ զզվելի բնավորության գծերը չվտարվի դուրս, նա պետք է նեղության մեջ ընկնի, որ արդեն զղջաճ է այդ աղբը թափի, որով ուրախանում է, որով ցնծում է, որով հրճվում է եւ դևերը ճանճերը հավաքում են այդ նեխած մսի կտորի վրա, ամեն։ Դա է դրամ բանալին դևերի։ Եթե քո մեջ չկա նեխած մսի կտոր, քո դռները փակ է նրա դեմ։ Դե որ չկա, ուրեմն Սուրբ Օքիրա չէ տակավորում։ Սուրբ Օքու լույսը էլ չի թողում, որ դևերը ներխուժեն այդ օջախ, ամեն։ Նրան պետք էլ չէ պայքարի, նա գիշերցերը աղոթքի գրքի պաշտամունքի մեջ է։ Ինքը Տիրոջ գործն է անում, Սուրբ Օքին էլ պահապանում է իր արեշտակային գնդելով, ամեն։ Ասոր համար, տեսեք, վասնզի մեր պատերազմը այրունի ու մարմնի հետ չէ, հապա իշխանությունների, տեսեք, պոլկեր են, պետություններու, դիվային պետություն կո, ու գիտեք քանի միլիոն են դրանք, իշխաններու հետ, երկնավորներուն մեջ եղող չար ոգիների հետա, կույդ ու մսի ու այրունի հետ ես մտել իզվակարվի մեջ, թախ ու աղոտ կարա, լրի ու աղոտ կարա կտելած վար խորած ավելի կանի, են ամեն պարագաներում երբ լեզուն տկարանում աղոտն աղտ, քիչ եղեք խոսելու մեջ, շատ աղոթելու մեջ, ամեն, ասոր համար ձեր վրա առեք Աստծոյ սպառազինությունը, մաքրվեք, սպառազինվեք ու գնացեք առաջ, որպեսզի կարող ըլլաք չարության օրը դեմ դնել, եւ ամեն բան լմնցնել են հետո հաստատուն կայնիլ,
Ուսի ձեր տեղը կայնեցեք, մեջքերնի ճշմարտությամբ, սրբությամբ ամրացնելով, թե մաքրեք ձեր տունը։ Եթե ձեր տունը մաքուր լինի, ճշմարտությամբ ամրանում է ձեր մեջքերը, եւ արդարության զրահը ակնելով, ճշմարտությունն ու արդարությունը քո դռները փակում են վահանի եւ զրահի նման ապահով են անում, ամեն։ Բայց որ քո ներսը կա աղբ, դևերին բանալի է տրվում, ամեն, տունը մտնելու, այցեք հարտ ես տալիս, բայց որ քո մեջ թագավորում է սրբությունն ու խաղաղությունը եւ աղբերից մաքուր է քո տաճարը, դևերը սկի դրան նայելու իրավունք չունեն, լույսից կուրացած խարխափելով փախչում են, ամեն։ Ուրեմն, ուսի ձեր տեղը կայնեցեք, մեջքները ճշմարտությամբ ամրացնելով, սրբությամբ եւ արդարության զրահ հագնելով, արդարությունը, սրբությունը ու ոտքերիդ ամրացուցեք խաղաղության ավետարանի պատրաստության, ամեն, որ դուք ուր գնաք պետք է քարոզեք, դևերը զզվելով քեզնից կփախչեն, ինչպես փախան են ճգնավոր սուրբից, եղքոսին զզվելի տական քոտունը մնալու տուն չէ, մենք փախնում ենք ստեից։ Այդ դու պետք է կյանքով ապրես, որ դևերը զզվեն, իսկ քո տան մեջ դու բխտության մեջ լկտիություն ես դիտում, դևերը ինչին զզվում, դևերը ռռում են ու կաղդ բոլորը նստած են, անընդհատ ավելի լկտի բաներ են մղում քեզի։ Սաղոր ես երախոստա մեր ձեռը, մենք էլ ենք անցավոր հանեք, բերեք քիչ, շատ խոր է ինքերակցե, ու ամեն ինչը կապել են երախոսին, բերեք քիչ թլպատվենք, մեր ձեռը ավելի շատ աղոտն ու գիրքը թոլինի, ամեն, ու սա լինի երկրորդական, բայց հակառակն է, հոգևորն է, երկրորդական սա առաջնային է, 5 րոպե երախոսը մնատունը կդառնաս, որ դիտած երախոսը վերցես, բայց որ այդ օրը սկի 5 րոպե չես կարդացել, քեզի չի հետաքրքրում, խնդում են, Ատենց է, այն երախոս, ինչ որ կյանքը կայնի շատերի մոտ, հավատացեք, լմարկոտ տունել այսենց, կինն ուզում իրան նայի, բայց երախոսն է նայում, ամեն, ուրեմն էս է, և նույն առաջի Տիմոթեոս 4-ի 1-4-ը, դևերի գործերը լրիվ լուսաբանում է, որ իրականից հասկանանք դևերը մեծ թափով գործում են այն բնակարաններում, որտեղ աղբ կա, որ թնցրող ճանճերի նման լսվում են այդ տունը, մեկը մյուսին հրահանգ տալով, մեկը մյուսին բերելով, տեսեք, որ գիրքն ասում, որ վերջին օրերում մարդիկ դիվային ուսմունք ընդունեն, դևերի հետ շատ կմիաձուլվեն, ամեն, համայնա դև կդառնան։ Հոգին այդնի կսե թե վերջին ատենները, մեկ քանիները հավատքեն պիտի ապստամբին և մոլորեցուցիչ ոգիներու և դևերու ուսմունքներու ուշադրություն պիտինեն։ Ուրեմն դևերու ուսմունքի ով է ուշադրություն անում, ուշադիր, ստե կարդամ, ստախոսների կեղծավորությամբ աշխարհիկ հավատացյալներն են, որոնց խշմտանքը խանձված է, որ խանձված է ինչ են անում, մեղքը ջրի պես խմում են, չէ՞։ Ուրեմն որ խանձված է իրանք կշնանան, կպոռնկանան, ինչ կանեն չեն խոստովանվի, և դևերն էլ որ թնցրող ճանճերի նման կարծակվեն նրանց վրա։ Ուրեմն քով Իսրայել քո մեջ նզով կա, չխոստովանված մեղք, ասուն գարշելի բան, և դա նման այդ նեխած մսի կտորին, որոնք իրենց վրա ճանճեր են բերում, և դևեր այդ ճանճերի նման կհասնեն ու կհոշոտեն, քեզ ու քո ներսը խավարի թագավորություն կհաստատեն, ամեն, բայց իշտ էր պատճառը, մեղքը սիրելը, նեխած միսը քո մեջ պահելը, այդ չար գործողությունը, որ շնացել ես, գողացել ես, ստել ես, պղծել ես, սպանել ես ու չես դատարկվել, ատում դատում բամբասում ես ու չես դատարկվում, ապրես դու դևերն ասում են, բալանի ես տալում տունդ մտնելու, ամեն, իշխանություն ես տալում, ապրես մեր հավատարիմ ծառա, երբեք էլ ամոթ չկիսվես, չկիսվես, որ մեր գլուխը չջախջախեն, չկիսվես ու չաղոթեք, որ քո տունը չմաքրվի,
Դու մեր խոնար ծառան ես, այդ ես պահա նեխի որդնի ապակամի և մենք էլ ազատ մուտք ու ելք ունենանք և ով հեռանա ատեից, Տիրոջ Սուրբ Հոգին։ Դրա համար ինչը որ չխոստովանված մեղք կա, դա պետք է դատարկես, կիսվես, աղոթք կանես սպասավորը, որ ամաչես էլ չանես, ամեն։ Ճանապարհ ցույց տա, որ դու էլ այդ ճանապարհով չգնաս։ Ոչ թե մենակ ստե մեղքերը ներվու կա։ Այս այդ խոստովանությամբ դու այդ աղբը դուրս ես վռնդում, էլ ամաչում ես, էլ տեղ չես տալիս այդ զիբիլին, ամեն։ Եվ քիչ-քիչ հովիվը իր կյանքի փորձառությունը փոխանցում է քեզ, որտեղ հովիվն էլ ունեցել այդպես աղբեր։ Քոնուց շատ։ Բայց հիմա ազատ ասում է, բայց դուք մեկ քանիներդ այդպիսիներն եք, բայց լվացվեցաք, բայց մակրվեցաք, բայց ազատագրվեցաք այդ մեղքերից, այդ կեղտերից ու ճանճերից, ամեն։ Եվ ձեր տունը հիմա սրբության բնակարանա դառը, փառավորվի Քրիստոսը։ Հասկանում եք այդ դա ասում, որ մեղքից հեռանալով արդար ու սուրբ կյանք ապրեք, Քրիստոսի խոցերով արդեն բժշկված եք։ Հիմա այդ աղբերից, կեղտերից ազատվեք, այդ ճանճերը աղբերի այդ շպրտեք աղբանոց, ցավերն ու հիվանդություններն էլ ձեզանից կգնան, ամեն, չեն կարա մոտիկանան, որտեղ լույսից կկուրանան, քո միջի սրբությունն ու լույսը կվտարի դևերին, որտեղ քո մեջ էլ աղբ չկա, նեխած միշտ չկա, որ ճանճերը հավաքվեն, ամեն։ Դրա համար ճանճերը նման են դևերին, իսկ քո չխոստովանված մեղքերը աղբերին։ Եթե աղբերը չեռացնես, բայց ճանճերին վտարես, ճանճերը կրկին ետ են գալու։ Կարաս էլ այդ գործը չանես։ Իզուր պատկերացրա, հիմար աշխատանք ես տանում։ Եթե ուզում ես իմաստությամբ վարվես, ել գնա ընծատ թոքսեղանին, գնա աշտվի, խոստովանվի աղոթք արեք Հովվի հետ, կիսվեք աղբերը մաքրեք, հիշում եք Եզեկիան ինչ արավ, և դևերը կփախչեն։ Ամբողջ Եվտացիներին հավաքեց արևելյան հրապարակում, նույն գործը կատարեց, դևերով ու աղբերով լեցուներ տաճարը։ Ասավ սրբվեցեք նախ դուք սրբվեցեք։ Ետքը մտեք ձեր հայրերի Տեր Աստծո սրբարանը և սրբարանից ինչ արեք, դուրս անեցեք պղծությունը, հոգևոր աղբերը, որ չար ուժերը հեռանան տաճարից, ամեն։ Նույն բանը չասավ Եզեկիան, սրբարանից հեռացրեք պղծությունը, սրբվեցեք, հիմա եթե մենք սուրբ չլինեինք, և մենք ազատագրված չլինեինք, որևիցե քույրիկ եղբայր, որ ասել ես կրքից ոնց ազատվեմ, ես չար ցանկությունից ոնց ազատվեմ, շավարած կմնայինք։ Մենք հիմա բոլորը գիտենք, որտեղ այդ ազատագրման ճանապարհին հասել ենք, վերի զորությունից զգեստավորվելու կարիք ունենք, ամեն։ Ու այդենց հարց չկա, որ նորեկը տա մենք չիմանանք դրա պատասխանը, բայց կան ավելի երբնական բժշկություններ ու հրաշքներ, այո, դա պիտի լինի երեսդ փայլելուց, Քրիստոսը հագնելուց, կատարյալ դառնալուց, զորանալուց, հաստատվելուց և հիմնելուց հետո, ամեն։ Էդ էլ մեր Տիրոջ գործն է, ում որ նախասահմանել իր կանչելա, ում որ կանչելա արդարացրել ու աճեցնում է, ում որ արդարացրել է, նաև որ հասունցավ փառքը պիտի հագցնի, լուսափայլությունը, և այդ ճանճերը հավետ կվտարվեն մեզնից և մեր հետ քայլողներից, ամեն, փառավորվի Քրիստոսը։ Այսքանով ավարտեցինք այսօրվա պատգամը, հուսանք, որ իրականից տեսեք ճանճերից էլ ենք բան սովորում, ժողովուրդ, ասում եմ հավերից բան ենք սովորում, եթե դու Աստծո դեմը ուղիղ ես քայլում, հաստատ թե ճանճերին, թե ծտերին, թե թռչուններին, թե հավերին օգտագործում է մեզի հոգևոր գանձեր փոխանցելու, ամեն։ Իրականից բերեք խոստովանվենք մեր յուրաքանչյուրը, այդ չներելը, չսիրելը հատկապես վերաբերում է ներքին մեղքերին, ներքիններին, որ դու արտաքինից սուրբ ես երևում, բայց ոտում ես, բայց դատում ես, բայց բամբասում ես, հերեսից հայելի ես, տակից հետևից ածելի ես, հասկնում եք սրանք մեղքեր են, որոնք ձեր տուն կբերեն դևերին, սրանք իրականից դևերի ձեռքին մեծ հզոր բանալիներ են, որ քո յուրաքանչյուր դռները կբանան, կմտնեն և տունդ քարուքանդ կանեն, չես հավատում, մնա աղբերիդ մեջը կտեսնես, դևերը տունդ իշկանեն, չար գործերի պատիժը շուտ չեն տալիս, որ դևերն ասեն տես կարենն էտ էր քարոզում, բայց ես ձեզի բան չեմ անում, կարճ ժամանակից հետո ինես թմբիրի մեջ կքնեք, հիշում եք գործը սկզբից որ գցում են նրան սառը ջրից գցում են Երևան ջրի մեջ,
նա միանգամից դուրս է թռնում, բայց որ այդ սառը վիճակով դնում են դանդաղ են գոլացնում, այդ մթնոլորտը իրեն դուր է գալիս, ու միանգամից մինչև զգում արդեն բլբլթում է ջուրը, արդեն սատկում է գորտը երման ջրերի մեջ, այդենց էլ մեղքի քունն է, նա միանգամից չի գարնում մեծ բաներով, հեիշեք չի գարում, ասա գնա միանգամից շնություն արա, տարատեսակ մեղքերի մեջ է գցում, հետո գավջացնում, գիրք աղոթքը ձեռից է վեկալում է աստվածավախությունը, պակսստում է մի հատ էլ մեղքի մեջ գցեց հերիք արդեն, իսկ արգելված պտուղն էլ արդեն հավատացյալի համար քաղցր է լինում եւ ամենաառաջինը տանում է շնության, պոռնկության ու պղծության։ Ես որ մենքած եղբայրներին գիտեմ, որ չեն շտկվել, գնացել են շնորհքության, պոռնկության հետևից, ինչու, որտեղ ժամանակին հետով գերված են եկել են հավատների անց զրկողություն են ցուցադրել, չեն աճեցրել նոր Քրիստոսը, որ իրանց ասի չի կարելի, զրկել են այդ իրանց մտածած բարիքներից, դե պատկերացրեք, որ այդ եղբայրը կամ քույրն են կնի, առաջին ինչից պետք է օգտվի, այդ սուտ բարիքից։ Մեկը հանգերեմ, կորիթեմ գլխի վրա մտնեմ ժեխը, ու տենց խափում սատանան, տանում էր ետ չեն գալիս, բայց սկզբից այդ միտքը չուներ, որ տաներ գցեր անառակության մեջ, կարևորը լպոքեմ, մնացած դասերը հետո կմշակեմ, ամեն, կարևորը սուրբ եկեղեցուց պոկվակ, սուրբ հովիվներից զադվակ, վերջ ձեր գլուխը սատանան իրականից կուտի, եղավ, կագնենք աղոթքի, տա Աստված եսի մալստարիս քարոզը ձեր բոլորին շտկի, հանդիմանի եւ ավելի զգուշավոր դարձնի։ Փառք քեզի սքանչելի Հայր, փառք քեզի գովելի Տեր, ամենակարող Հիսուս Քրիստոս, շնորհակալ ենք քեզանից, որ դու ծտերի բնության բոլոր երևույթների միջոցով մեզ օրտյալ պատգամներս փոխանցում սքանչելի Հայր, որ մեր տաճարները սրբանան, մաքրվեն աղբերից, ճանճերից եւ դիվային բոլոր արձակումներից, անունդ փառավորվի, անունդ մեծարվի, օրհնե Տեր Հիսուս, որ այս իմաստուն պատգամով մենք շատերին կարողանանք մեղքից ազատագրենք ու փառախը դբերենք, Տեր այո, ամեն բանը, որ ուզենք քեզանով կազատագրենք, դրան պետք է ճշմարիտ ծնունդ, ապաշխարելով աճեն ու Քրիստոս դու եթե իրես մեջ թագավորես, ամեն բնավորության գծերը կփոխվի եւ կազատագրվեն սքանչելի Հայր։ Որտեղ որ մեղքը մենք վերագրենք ոչ թե մարդուն, ապա դևերին Տեր, եւ այնքան աղոթ կանենք մինչեւ դևերից ազատագրենք մեր գառնուկներին, մեր զավակներին, մեր կողակիցներին, մեր ծնողներին, քուր եղբայրներին, որովհետեւ այստեղ պատճառը դևերն են, բայց նաև մարդն ունի բաժին, որ աղբերը իրեն մեջ է պահում եւ այդ աղբանոցը փնթիսեցի նման իրեն դուր է գալիս։ Փառք քեզի սքանչելի Հայր, փառավորվիր ու մեծարվիր հայրավիտենության, արձակիր մեզ խաղաղությամբ, փառավորում ենք անունդ սուրբ, մեծնզոր Տեր, Որդուդ Հիսուսի անունով, ամեն։